որքան գումար արժեցավ իմ մեկ օրը։ Գնացինք։ Ռավոտը սկսում եմ մեգա անհանգիստ։ Արդյոք ստացել եմ Իտալիայի մուլտիվիզա։ Զանգեցին, որ վերջապես անձնագիրս եկել է, գնում ենք Իտալիայի դեսպանատուն։ Չեմ գտնում։ Մուլտի բառը գտա։ 6 ամիս գնում ենք Իտալիա։ Ծախսեցի 33,000 գրանցվել էի դիոդային մազահեռացման։ Սա իմ թվով երրորդ այցն է։ Առաջին այցի ժամանակ շոկի էի ենթարկվել։ Ինձ մասնագետը խոստացավ գումարի հետ վերադարձ, Եթե ես մի անգամից ռեալ արդյունք չտեսնեմ, չազատվեմ մինչև 50% մազերից։ Բոլոր հաճախորդները առաջին այց գրանցվելու ու արդյունք չտեսնելու դեպքում հետ են ստանում գումարը, ամբողջությամբ անվճար ստանում են դեմքի խնամք նվեր։ Ամենասիրելի խնամքը հիդրոֆեյշիալ կամ ուլտրաձայնային խնամք, որը ամբողջությամբ թարմացնում է մաշկը, շերտազատում ու նոր շունչ տալիս մաշկին։ 2026 թվականի ամենաթարմ սարքն է իրենց, որը հեշտությամբ հեռացնում է ոչ միայն սև, այլ նույնիսկ շեկ մազերը։ Ծախսեցի ընդամենը 20,000 դրամ ամբողջ մարմին մազահեռացում։ Ու ստացա անվճար նվեր դեմքի խնամ։ Դիոդային մազահեռացումը գնահատում եմ 10-ից 1000։ Հաջորդ լոկացիա Արագ շոփինգ ենք լուքեր Իտալիայի համար։ Արդեն պատկերացրեցի սիրուն ֆոտոներս, ընտրեցի մի քանի տարբերակ, ծեցի 50,000 դրամ։ Էներգիա հավաքած գնում եմ մեր մեծ ընտանիքով հանգստի փաթեթի ետևից։ Որոշել եմ ուղղությունը ընտրել դեպի Կիպրոս։ Չեմ ասի ինչքան գումար եմ ծախսում, թող սա էլ մնա գաղտնի։ Իմ օրը լիարժեք չէր լինի առանց այս մարդուկի հետ ընտրիքի, որի համար ես չեմ վճարել։ Դուք հաշվեք ընդհանուր որքան գումար արժեցավ օրս եւ շտապեք գրանցվել դիոդային մազահեռացման ու նվեր ստանել դեմքի խնամք։